Հայաստանը մտադիր է Ռուսաստանի հետ փոխգործակցությունն ուղղել դրական ուղղությամբ չնայած երկու երկրների միջև առկա խնդիրներին։ Սերգեյ Լավրովի հետ Երևանում համատեղ ասուլիսում այս մասին հայտարարել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Նա շեշտել է, չի ժխտում խնդիրների առկայությունը, ոչ Հայաստանը, ոչ Ռուսաստանը չեն հերքում դրանք։ Կան հարցեր, որոնք Հայաստանն ու Ռուսաստանը տարբեր կերպ են ընկալում։ Այնուամենայնիվ Երևանը նպատակ ունի Մոսկվայի հետ փոխգործակցությունը դնել դրական ուղու վրա։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Արցախի հարցում ոչ ոք չի կարող մեղադրել Մոսկվային, քանի որ տարիների ընթացքում առաջարկվել է լուծում, որը ռուսական կողմի գնահատմամբ ապահովելու էր արդար մոտեցում խաղաղ բանակցությունների միջոցով։ Նա հիշեցրել է Լավրովի պլան անունը ստացած ծրագրի մասին, ինչ վերաբերում է վճարված գումարի դիմաց զենք չմատակարարելուն։ Լավրովը շեշտել է, որ հույս ունեն հայ գործընկերները հասկանում են, Ուկրաինայում պատերազմի պայմաններում չեն կարող ժամանակին կատարել իրենց բոլոր պարտավորությունները, բայց նույնիսկ այդ իրավիճակում նախատեսված բոլոր զենքերը փոխանցվում են եւ մենք կշարունակենք, վստահեցրել է ռուսաստանցի պաշտոնյան։ Մեկնարկել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված նոր մեղադրանքով գործի քննությունը, նրան մեղադրում են 20 տարվա վաղեմության գործարքի համար, որը նա կնքել է պաշտպանության նախարար եղած տարիներին։ Խոսքը հողերի օտարման մասին է։ Ըստ մեղադրանքի Սերժ Սարգսյանն Իսակովի պողոտայի որոշ հողամասեր Toyota Երևանին փոխանցելու համար դրանք էժան գնով է վաճառել։ Այս ընկերության բաժնետերը երկրորդ նախագահի որդին Սեդրակ Քոչարյանը։ Այսօր նիստի մեկնարկին Սերժ Սարգսյանն այս քրեական գործը իրավական աճպարարության եւ մարդկային ողբերգության հերթական դրսեւորում է անվանել։ Նախորդին ձերբակալված Երևանի քաղաքապետարանի երկու պաշտոնյաները կալանավորվել են, նրանք մեղադրվում են կաշառք ստանալու համար, հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից։ Կոմիտեն երեկ առավոտյան քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքում գործողություններ էր իրականացրել քննվող քրեական վարույթի շրջանակում։ Այս գործով ավելի քան 10 մեղադրյալ կա, սակայն վարույթն իրականացնող մարմինը անուններ չի նշում։ Միացյալ Նահանգներում ձերբակալվել է հայկական կազմակերպված հանցավոր խմբին անդամակցելու համար կասկածվող 13 անձ, նրանց լուրջ մեղադրանքներ են սպառնում, այդ թվում սպանության փորձ, առևանգում, ապօրինի զենքի պահում, բանկային եւ էլեկտրոնային խարդախություն։ Բացի այդ, ԱՄՆ դատախազները հայտնել են, որ Ամազոնից $83 միլիոն ապրանքներ են գողացվել սինդիկատի անդամների կողմից կազմակերպված բեռների գողության օղակի շրջանակում։ Իրավապահները խուզարկություններ են իրականացրել Լոս Անջելեսի, Հարավային Կալիֆոռնիայի եւ Ֆլորիդայի մի շարք սեփականություններում գործողության ընթացքում իրավապահներն առգրավել են մոտ $100,000 կանխիկ գումար, 3 զրահամեքենա եւ 14 հրազեն։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև գերիների փոխանակման նախապատրաստման աշխատանքներ են ընթանում, հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պիսկովը։ Նա հավելել է, սա Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքն է, որտեղ 1000-ի դիմաց փոխանակման համաձայնություն էր ձեռք բերվել։ Մայիսի 16-ին Թուրքիայում ռուս-ուկրաինական բանակցությունները գրեթե 2 ժամ էին տևել։ Իսրայելական ուժերը կրակ են բացել 25 արաբ ու եվրոպացի դեսպանների եւ դիվանագետների ուղղությամբ, որոնք այցելել էին արևմտյան ափին գտնվող Ջենին քաղաքի փախստականների ճամբար։ Դիվանագիտական պատվիրակությունն այսօր առավոտյան այցելել է Ջենինի նահանգապետարան եւ քննարկել քաղաքում եւ ճամբարում տիրող իրավիճակը։ Իսրայելի բանակի ռադիոն հայտնել է, թե դիվանագիտական պատվիրակությունը հասել է Ջենինի ճամբարում գտնվող արգելված տարածք։